Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում ՓՄԾ ասոցիացիայի հարկեր դուրքեր կրքեր հեղինակային հաղորդումն է, ես Հակոբ Ավագյանն եմ, Փոքրամիջին ձեռնարկատիրության ասոցիացիայի նախագահ, այսօր շատ պատվարժան հյուր ունենք, մեր շատ հարգելի գործընկերը Տիգրան Ջերբաշյան, ողջույն պարոն Ջերբաշյան։ Բարև ձեզ։ Նախ շատ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք ձեր ծանրաբեռնված գրաֆիկում մեր հաղորդմանը հյուր գալու համար։ Պարոն Ջերբաշյանի հետ մենք համագործակցությունը քիչ առաջ նախազրույցում խոսում ենք, որ սկսել ենք գործընկերությունն ու ընկերությունը էլի մեր երկրի տնտեսական կանոններից ամենակարևոր կանոնների կհիշեք պարոն Ջերբաշյան, սահմանման ժամանակ 15-16 թվականին, որ Հայաստանում առաջի անգամ փորձ արվեց եւ ներդրվեց հարկային օրենսգիրքը միասնական։ Այդ ժամանակ պարոն Ջերբաշյանը Ամերիկա առևտրի պալատի հենց խորհրդի նախագահն էր ու ներկայացնում էր հիմնականում ոնց որ պալատի անդամների շահերը, բայց մեր մոտ անկախ նրանից որ մենք ՓՄԶ-ն էինք, մեր մոտ շատ լավ համագործակցություն ստացվեց, որը շատ տենց բանով լավով հիշում եմ, էլի։ Պարոն Ջերբաշյանը Ամերիկա Consulting խորհրդատվական ընկերության ղեկավարն է, այս պահին էլ Ամչամի կառավարման խորհրդի անդամն է եւ փորձագիտական համայնքը շատ լավ իրեն ճանաչում է։ Պարոն Ջերբաշյան, որպեսզի տենց շատ ժամանակը չծախսենք բաների վրա, գիտեք, մեր հաղորդման ձևաչափը ավելի շատ հենց նվիրված է փոքր ու միջին բիզնեսին, ու առաջի հարցը հենց ուզում եմ խոսել, գիտեք, ամենայն որ նյարդ պարունակող թեման է, դա հարկային օրենսդրությունն է։ Վերջերս երևի թե գիտեք, որ ընդունվեց այդ հայեցակարգը, վստահ եմ ձեզ էլ էին ուղարկել կարծիքի, շատ չեմ ուզում մտնեմ դետալների մեջ, որովհետև ուզում եմ ձեր ներկայությունը օգտագործենք, որ խոսենք ընդհանրապես այդ ռազմավարական մտածելակերպի ու ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերի շուրջ։ Մասնավորապես հայեցակարգը տենց մի քանի թեզիսներ այդտեղ ներառել էր ու ընդամենը մեկին եմ ուզում անդրադառնալ, որը որ հարցերի հարցն է, որ նշել էին, որ այսուհետ տարին մեկ անգամ են փոխելու հարկային օրենսգիրքը, հավաքելու են եւ տենց աշնանը բերելու են բյուջեի հետ միասին փոխեն։ Իհարկե մենք դրան դրական ենք արձագանքել, բայց հենց մեր կարծիքը, որ կազմել ենք ասոցիացիայից, հենց այդ գրել ենք ինչպես է դա ապահովելու, որ դա իրական կյանքում տեղի ունենա։ Այդ դուք ոնց եք մտածում, դա ի վերջո տեղի կունենա, թե ոչ։ Հələ մի կողմ դնեմ լավ թե վատ փոփոխություններ, բայց ինքներդ էլ երևի կհամաձայնեք, որ այդ փոփոխությունները անընդհատ ցնցումներ է բիզնեսի համար։ Գիտեք, կարծում եմ, որ այստեղ շատ ցավոտ եւ կարեւոր հարցին եք անդրադառնում, որովհետեւ իրականում հարկային փոփոխությունները, որոնք ըստ հայեցակարգի ենթադրվում է, որ իրանք լինեն փոխկապակցված բյուջետային գործընթացի հետ, ելնում են այն ենթադրությունից, որ մեր բյուջետային գործընթացը ինքնին պետք է փոխվի եւ բյուջետային գործընթացը պետք է անցում կատարի զուտ ֆինանսական փաստաթղթից ավելի շատ տնտեսական եւ քաղաքական փաստաթղթի, որտեղ պետք է մատնանշվեն պատճառատևանքային կապերը։ Եվ այստեղ եմ ես տեսնում հիմնական խնդիրը, որովհետեւ այո, եթե մենք նայում ենք հարկային քաղաքականությանը որպես զուտ ֆինանսական ինստրումենտի ապահովելու որոշակի մուտքերի ծավալ, այո, դա հնարավոր է անել, որտեղ դա շատ բան չի պահանջում, բայց եթե մենք տեսնում ենք, որ հարկային քաղաքականությունը դա պետության կողմից տնտեսական եւ ընդհանրապես քաղաքականության իրականացման գործիք է, այդ դեպքում այդտեղ կա խնդիր, որովհետև երբ որ դու առաջարկություններ ես բերում եւ այդ պահին դու բերում ես, դու պետք է նայես այդ առաջարկություններին ոչ միայն այն տեսակետից, թե ինչքանով են իրանք բերում որոշակի մուտքերի փոփոխությանը բյուջետային եկամտային բլոկում, այլ նաև պետք է նայես, թե ինչպիսի հետևանքներ է ինքը կամ անհրաժեշտությունից ելնելով կամ ինչ խնդիր է ինքը փորձում լուծել։ Այդտեղ ես կարծում եմ խնդիր կա, որովհետև մեր բյուջետային գործընթացը դեռ մնում է ավելի շատ եկամուտ գեներացնելու տրամաբանության մեջ, այլ ոչ թե բյուջետային գործընթացը հանդիսանում է տնտեսական քաղաքականության իրականացման հիմնական գործիքը։ Եվ այդ դեպքում մենք կարող ունենանք իրավիճակ, երբ որ նպատակ ունենալով ապահովել հայեցակարգով նախատեսված պահանջը, բերել բյուջետի օրենքի հետ մեկտեղ նաև հարկային փոփոխությունները, մենք կարող ենք մնալ ավելի շատ այն նախորդ պարադիգմայի մեջ, որ հարկերը ապահովում են բյուջեի մուտքեր, այլ ոչ թե
որ հարկային քաղաքականությունը հանդիսանում է կարևորագույն գործիքը պետականից։ Դա ես տեսնում եմ բավական լուրջ մարտահրավեր մեր հանրային սեկտորի հետ կապված։ Հասկացա։ Այնուամենայնիվ ինքը տենց մտադրությունը լավն է, բայց կարծում եմ տենց որոշակի նաև անհրաժեշտությունից ելնելով տենց իրականանալի չի, ու լրիվ համաձայն եմ ձեր ասած տրամաբանության հետ, որ նայած ինչ հարցանք լուծում, էլի, այսինքն պատճառը հենց եկամուտի ապահովման տրամաբանությամբ ենք գնում, թե տնտեսական զարգացման նաև տրամաբանությամբ եւ այլն էլ։ Իրականում սպառիչ ու լավն էր պատասխանը, այդտեղ հարց չունեմ։ Ուզում եմ գամ մեկ այլ փաստաթղթի, որը բարբերաբար ամենյա խորհրդատվականն է անում, հենց ոնց որ դրա իրականացնողը ճանաչված է հենց ձեր կազմակերպությունը Global Entrepreneurship Monitor-ը, եթե չեմ սխալվում, այդ հենց 18 թվականին սկիզբ դրվեց դա անելը։ Ես այդ հիշում եմ, պաշտոն է, որ դուք ես դեռևս եկամ կայ նախարարությունում, դուք եկաք այդ մտքով, ու ես շատ ուրախացել էի որպես տենց նաև ՊՄԾ-ի համար պատասխանատու, ասում եմ եւս մի հատ շատ կարևոր փաստաթուղթ կլինի բարբերաբար ընդ որում հրապարակվող, որը կօգնի քաղաքականություն մշակողներին։ Նախ հարցը դրան է, այսինքն ինքը հիմա օգնում է ըստ ձեզ, թե տենց ամերախորհրդատվականը պարտաճանաչ, ընդ որում ուզում եմ ստե գովեստի խոսքերել ասել, որ տարին տարվա վրա ինքը ավելի լավն է դառնում, ու նորել իմացա, որ դուք ընտրվել եք նաև գործընկեր կառույցի կառավարման խորհրդի անդամ, կուզենամ երկու բառով նախ այդ ասեք, որը էլի Հայաստանի համար այդտեղ անց Տիգրան Ջուրբաշյանը չի էլի կարևոր, այլ որպես գործընկեր, որ այս այսպես ասած վերլուծական մասով մեր Հայաստանի ներկայացուցիչն է նաև այնտեղ։ Դե գլոբալ ձեռնարկատիրության մոնիտոր հետազոտությունը ինքը աշխարհի ամենամեծ հետազոտությունն է ձեռնարկատիրության ոլորտում եւ իրականացվում է արդեն մոտ 30 տարի ավելի քան 100 երկրներում միաժամանակյա նույն մեթոդաբանությամբ եւ ինքը այն միակ հետազոտությունն է, որը թույլ է տալի համեմատել երկրներ իրար հետ։ Արդյունքները այդ հետազոտության օգտագործվում են աշխարհի գրեթե բոլոր տարբեր տիպի ինդեքսներում, սկսած ինովացիոն ինդեքսից վերջացրած զարգացման ինդեքսով եւ այլն։ Ինքը շատ կարեւոր հետազոտություն է առաջին հերթին նրա համար, որ ինքը փորձում է խորքային նայել սոցիալ-մշակութային երևույթներին, որոնք պատճառահետևանքային կապ են բացահայտում ձեռնարկատիրության այս կամ այն իրավիճակում գտնվելու համար։ Եվ կարող եք կռահել, որ այստեղ մասնակցում են աշխարհի մոտավորապես 2500 հետազոտող թիմեր, որոնք միացված են իրար հետ, այդ ազգային բոլոր թիմերը իրանք միացված են մի կառույցում, որը կոչվում է Global ձեռնարկատիրության հետազոտողների ասոցիացիա։ Այդ ջերայա կոչվում այդ կառույցը, որի հիմնական պրոդուկտը GEM-ն է, Global ձեռնարկատիրության մոնիտոր ռեպորտն է։ Այդ ջերան, ոնց որ ասեցի, 2500 եւ ավել հոգեանոց տենց ասոցիացիա է։ Հիմնադիրներն են դա GEM-ի աղակունքներում կանգնած երկու շատ հարգված համաշխարհային ճանաչում ունեցող կառույցները, մեկը London Business School-ը եւ Babson College-ը Միացյալ Նահանգներից, եւ իրանք ունեն տնօրենների խորհուրդ ասոցիացիայում, որը հիմնական ռազմավարական որոշումներն է կայացնում, նշանակումներն է անում, թեմաներն է ընտրում, շատ կարեւոր հետաքրքիր մարմին է այդ տնօրենների խորհուրդը, որտեղ ես ընտրվեցի փետրվար ամսին Մեքսիկայում կայացած տարեկան ժողովի ընթացքում։ Ես ընտրվեցի դեմս եւս երկու հոգի իմ հետ ընտրվեցին, ընդհանուր առմամբ այդ խորհրդում 6 հոգի է անդամ են հանդիսանում։ Ես ընտրվեցի այդ տնօրենների խորհրդի անդամ եւ հիմա փաստորեն մենք ամիսը 1 on-line եւ տարին 3 անգամ off-line ռեժիմով հավաքվում ենք, քննարկում ենք թե ռազմավարական հարցերը, թե ապագա արդեն բոլոր երկրների ամբողջ աշխարհի մակարդակով, թե ինչ թեմաներ պետքա լինեն, ինչպիսի ինստրումենտներ պետքա օգտագործեն, ինչ պետքա փոխվի, բավական հետաքրքիր է եւ շատ պատվավոր է ինձ համար օրինակ լինել այնպիսի մարդկանց հետ, ասենք թե ոնց որ Էհուդ Մենիպազնա, որը Բեն-Գուրիոն համալսարանի պատվավոր պրոֆեսոր է, դասավանդել է Կոլումբիայում, Նյու Յորքի համալսարանում, ամենահայտնի մարդկանցից է ձեռնարկատիրության ոլորտում, ինքը օրինակ ներկայացնում է Իսրայելի ազգային թիմը։ Երկրորդ մարդը, որը այնտեղ կա, Մայա Դոգուն, որը Շվեյցարիայի ազգային թիմի ղեկավարն է, ինքը Ֆայբուրգի management
մենեջմենտի դպրոցն է ներկայացնում։ Ինքը բավական տենց ներկայացչական է, բայց նաև շատ դրական տպավորություն է ինձ թողում այդտեղ աշխատանքը եւ այդ քննարկումները, որտեղ շատ բաց են, շատ պատրաստ են նայել եւ իրանք իրականում նպաստակ ունեն ավելի բարելավել։ Հիմա այդ եկեք հիմա գանք Հայաստան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ, բայց գանք Հայաստան, որովհետեւ ելի եմ կրկնում ոնց որ իմ հարցում հնչեցրեցի, շատ կարևոր է ունենալ փաստաթուղթ, բայց ավելի կարևոր է այդ փաստաթուղթը օգտագործել ըստ նշանակության։ Հիմա այդտեղ ինձ համար էլի GM-ի մեջ ես բազմաթիվ կետեր եւ մեսեջինգներ եմ տեսնում, ընդ որում ասոցիացիան էլ գիտեք ներգրաված այստեղ որպես այտենց տարեկան վերլուծություն իրականացնելիս ձեր թիմից կապվում են մեզ հետ, մեզ էլ են ուղարկում այդ հարցաթերթերը եւ այլն, բայց շատ կարևոր է որ այդ արդյունքում որ ծնվում է այդ փաստաթուղթը, այդ մեսեջինգները օգտագործվեն հաջորդիվ, օրինակ նույն ՓՄԶ զարգացման քաղաքականությունների։ Ես երկու ցուցանիշ էի հանել, որը շատ համադրելի էր մեր ՓՄԶ ասոցիացիայի կողմից մարտ ամսին հրապարակված ՓՄԶ թվերով տվյալների հետ, որտեղ էլի մտահոգիչ է մնում այդ մեկ անձից բաղկացած բիզնեսների գերակշիռ լինելը, այսինքն այդտեղ նույն է GM-ում էլ է դրան անդրադարձ արվում 44%, չէ՞, ինչքան հիշում եմ թվերը իմ ձեռքի տակ կա, ու մեկ անձից բաղկացած կայացած բիզնեսները, իսկ 44% են սկսնակներն են ըստ մեթոդաբանության, չէ՞, դա առաջի ծնվողները, իսկ արդեն կայացած որ համարվում է 3.5 տարի, էլի շարունակում է մեծանալ 53%։ Սրանց մեջ մտնում են թե ԱԶ-ները, թե ՍՊ-ները, որոնք մեր երկրում իրանք մեծամասնություն են։ Ու մյուս կտորը, որը հիշում եմ դուք էլ եք ասում, որ ինքը լավ մեսեջ է, լավ աշխատելու իմաստով էլի դրա հետ, որ մեծամասնությունը Հայաստանում բիզնեսով զբաղվելը համարում են որպես այսպես ասած փող աշխատելու բանի, ոչ թե որպես տենց երազանք ու տենց բան իդեա հենց գործարար, այլ փրկվելու, այսպես ասած, ինչ-որ բան միջոց։ Եկեք երկու բացի բաժանենք ձեր հարցը։ Առաջինը բայց խնդրում դրան անդրադառնաք։ Օգտագործում են այդ փաստաթուղթը մեր policy maker-ները, թե չէ։ Նայեք, կարևոր է երկու մակարդակի մասին խոսել։ Ուրեմն մեր հետազոտությունները հավաքվելով մի հատ ընդհանուր տեղ, այդ JERA-ի ֆորմատում, այնտեղ դառնում են գլոբալ հաշվետվության հիմք։ Եվ այդ գլոբալ հաշվետվությունը ինչով է, ոնց է կապվում ամեն երկրի հետ, որտեղ այդ գլոբալ հաշվետվության հիման վրա կայացվում են ռազմավարական որոշումներ աշխարհի գրեթե բոլոր զարգացման ինստիտուտների կողմից, սկսած համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, IFC-ի, EBRD-ի, ինքը հիմք է հանդիսանում ձեռնարկատիրության ոլորտում կատարվող ծրագրերի դիզայն անելու համար։ Հետապես մենք նպաստելով այդ աշխատանքին, ներկայացնելով նաև Հայաստանի մասը եւ գտնվելով այդ գլոբալ ռեպորտի մեջ, նաև որոշակի ազդեցություն ունենք նաև այդ տեղից ավելի հասցեական դիզայն անելու, ավելի ճիշտ մարտահրավերները գտնելու եւ դա ակնհայտ ամենակարևոր դերակատարումն է գլոբալ ռեպորտի։ Բայց բացի գլոբալ ռեպորտից ամեն երկիր հրապարակում է ազգային հաշվետվություն։ Ազգային հաշվետվությունը ավելի շատ փոխկապակցում է այն խնդիրներին, որոնք բնորոշ են տվյալ հասարակությանը, տվյալ տնտեսական իրավիճակին, տվյալ երկրին, եւ այստեղ իմ խորին համոզմամբ ամենակարևոր էլեմենտը նա է, որ դա արվում է պերիոդիկ, դա պարբերաբար եւ դա թույլ է տալի ժամանակի մեջ հասկանալ ինչպիսի փոփոխություններ, ինչ տրենդեր կան։ Ես շատ ուրախ եմ, որ մեր նախորդ հաշվետվությունը, որը հրապարակվեց 14-25 թվականների, 24-25 թվականների համար անցյալ տարի, մենք փաստորեն մյուս փուլում ենք հիմա մասնակցում եւ GIZ-ի ֆինանսավորման օգնությամբ մենք նաեւ այս փուլում ենք մասնակցում։ Մենք արդեն կունենանք 3 տարիների շարք, 3 շարունակականություն, որը թույլ է տալի գնահատել արդեն այն բոլոր տրենդերը, որոնք գոյություն ունեն, որտեղ աբսոլյուտ թվերը այդքան բան չեն, բնորոշ չեն, այդքան ճիշտ կարող է մեսիջ չտան, բայց տրենդերը կարող են տան։ Այն ինչի մասին դուք ասեցիք, դա շատ փոքր մասն է այն արդյունքների, որոնք ընդեղից կարելի է օգտվել եւ ես կարծում եմ ինչպես ցույց է տալի փորձը աշխարհի այն երկրները, որտեղ կառավարությունները իրանց քաղաքականությունների մշակման մեջ հիմնվում են տվյալների վրա, ապացույցահենք
որոշումներ են կայացնում, այդ տեղերում ջեմի ազգային հաշվետվությունները հանդիսանում են հիմնական աղբյուրը, որը թույլ է տալի մատնանշել այն խնդիրները, որոնք գոյանում են։ Դուք մատնանշեցիք երկու կարևորագույն խնդիր, որը իմ կարծիքով կա, բայց դա չի նշանակում, որ դա սպառիչ ցանկը շատ ավելի մեծ խնդիր է։ Այս որպես օրինակ եմ վերել։ Որպես օրինակ։ Առաջի խնդիրը, որը վերաբերվում է մեկ անձից բաղկացած ձեռնարկատիրության ֆենոմենին, եւ իրականության մեջ ոչ այդքան մտահոգիչ է սկզբնական, այսպես կոչված նորածին բիզնեսում մեկ անձի արկայությունը, այլ ավելի շատ մտահոգ է կայացած բիզնեսներում, որտեղ շատ հստակ սահմանաբանկաձևակերպված definition-ներ կան, սահմանումներ կան ջեմում, ասեմ ջեմին շատ հաճախ փորձում են իրան կապել տվյալ երկրի օրինակ ՓՄԶ-ի հետ կամ տվյալ երկրի սահմանումների հետ, դա սխալ է, ինչի է սխալ, որովհետև սա նպատակը ջեմի դա թույլ տալ համեմատել տարբեր երկրներ եւ տարբեր երկրներ այդ փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը տարբեր ձևաչափով կարող են համար որ ունենաս գլոբալ չափիչ այդտեղ այդեն սահմանումները ինչա նշանակում նորածին բիզնես ինչա նշանակում կայացած բիզնես այդ տերմինները նրա համար են ընդունված որ աշխարհով մեկ կարելի տարածել հիմա կայացած բիզնեսը դուք ճիշտ նշեցիք դա այն բիզնեսը որը արդեն 3.5 տարի վճարել է աշխատավարձ Այդ շատ կարևոր է կամ հենց սեփականատիրոջ եւ այլն եւ մենք այդտեղ ունենք համատած միջին համաշխարհային ցուցանիշների բավական մեծ կշիռ բիզնեսների, որոնք կբաղկացած են մեկ անձից։ Եվ սա իր մեջ պարունակում է խնդիր, որ նշանակում է, որ մեր բիզնեսները չեն մեծանում։ Մենք ունենք այսպես կոչված մենք դա անվանել ենք մեր հետազոտության մեջ որպես ապակյա առաստաղ, երբ որ բիզնեսը աճում է պատկերացրեք 3.5 տարի արդեն բիզնեսը կա, բայց գալիս է բախվում է մի առաստաղի, որից հետո իր աճը սահմանափակվում է այս կամ այն պատճառներով։ Եվ սա կարևոր է, որ պետությունը նաև ընկալի եւ ճիշտ դիզայն անի իր միջամտությունները։ Իմ խորին համոզմունքը նա է, որ մեր խնդիրը ոչ այնքան սկսնակ բիզնեսներն են, երբ որ պետությունը ոչ թե պետք է խրախուսի ձեռնարկատիրությամբ զբաղվելը զրոյից, այլ պետք է ձեռը մեկնի այն բիզնեսներին, որոնք հասել են այդ 3+ տարեկան արդեն։ Այդ ես չեմ ուզում ասեմ կոնկրետ թիվ, կարող է 3 կարող է այդ այն ժամանակն է, երբ որ բիզնեսը խնդիր ունի արդեն վերածվելու ավելի համակարգված, ավելի համակարգի, արդեն անձից անցում կատարի, որտեղ ցանկացած բիզնեսը առաջին հերթին ինքը ինչ որ համակարգ է, հարաբերությունների, մատակարարների, աշխատողների, սեփականատերերի, սպառողների, արդեն այդ համակարգը երբ որ սկսում է ձևակերպել, ես կարծում եմ այդտեղ ամենամեծ խնդրեմը մենք ունենք, մարտահրավերը ունենք եւ պետք է արձակագրենք։ Երկրորդ խնդիրը, որ դուք բարձրացրեցիք, ինքը շատ կարեւոր խնդիր է, եւ դա արդեն սոցիալ-մշակութային շատ խորքային խնդիրներից է գալիս, հա։ Մենք աշխարհով մեկ մի քիչ ավելացնեմ ձեր տվյալները, որ պատկերացնենք։ Մենք աշխարհով մեկ մտնում ենք top երկրների մեջ, որտեղ ամենանվազ քանակը կա մեր ձեռնարկատերերի, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ, նպատակ ունենալով աշխարհը փոխել։ Ոչ թե նպատակ ունենալով բանի, անչա այդ օրվա իր օրվա հացի փողը աշխատելու։ Ինքը ոնց որ ձևակերպում է 4-ը տարբերակ է տալի, այլ է աշխարհի համար է ընդունված դա։ Ասում է աշխարհը փոխել, երկրորդը հարուստ լինել, երրորդը դա ընտանեկան բիզնեսը շարունակել որպես կանոն, ասեմ որ շատ երկրներում, որոնք ունեն ավելի երկար շուկայական տնտեսության պայմաններում ձեռնարկատիրության փորձ, օրինակ ընտանիքի մշակույթը եւ վերջինը դա ապրուստի գումարը։ Մեր մոտ ոնց որ թե այդ վերջինն է ավելի գերակշռ։ Ինձ ավելի շատ մտահոգում է այն, որ մենք այդ առաջինում ենք ամենամեծ տարբերությունը աշխարհի միջինների հետ, մեզ մոտ առաջինում է, որտեղ այսինքն այդ ձեր ասած վերջինը այս դեպքում որ ապրուստի Չէ, առաջինում է։ Մենք ամենամեծ տարբերությունը աշխարհի հետ, ամենակրիտիկական տարբերությունը դա այնտեղում է, որտեղ մենք ունենք շատ քիչ մարդիկ, ովքեր բիզնեսով զբաղվում են, աշխարհը փոխել ավելի շատ ցանկանում են ապրուստի միջոց դիտարկում դա բայց ավելի մտահոգող առաջինը, որովհետև դա որոշակի բնորոշում է նաև մեր խորքային սահմանափակումները եւ խորքային պատկերացումները թե աշխարհի մասին, թե մեր դերակատարման մասին, երբ որ մենք ընդհանրապես
խնդիր չենք դնում աշխարհը փոխել, ինչ որ բան անել, որը պետք է համաշխարհային փոփոխություններ ներառի։ Մենք գերադասում ենք շատ պրակտիկ հողի վրա, շատ փոքրիկ ապահովել այսօրվա ապրուստի եկամուտը, եւ դա մեզ բերում է այդ ամբիցիաների եւ պատկերացումների եւ երկարաժամկետ ծրագրերի ռազմավարական մտածելակերպի բացակայությանը մեր ձեռնարկատիրության մեջ, որը լուրջ սահմանափակում է եւ գուցե որոշակի իմաստով բացատրում է, ինչի անգամ 3.5 տարի հետո մենք մնում ենք այդ մարդ-կառույցների մակարդակի վրա, որտեղ մեր պատկերացումները սահմանափակվում են այսօրվա օրի փող աշխատել, թե վաղը ինչ կլինի, ոչ էլ ուզում ենք դրա մասին մտածել եւ ոչ էլ պատկերացնում ենք։ Ես համաձայն եմ իրականում այո, այդտեղ էլի վերադառնալով իմ հարցին, այսինքն ի վերջո շատ բազմակողմանի տվյալներ պարունակող փաստաթուղթ է ինքը եւ գլոբալ է եւ ազգային է, ինչպես նշեցիք։ Ես ընդհանրապես մի օրինակ բերեցի, որի շուրջ կարանք մի ամբողջ հաղորդում նվիրենք, նույնիսկ այս 3 թվերը, թե ինչ անենք հաջորդը գալի, որ դա անենք։ Բնական է, օրինակ նույնն է, որ ասում եմ մեր ՓՄԶ թվերը, որ նայեցինք, ինքը լրիվ համադրելի էր ձեր թվերին, որտեղ վստահ եմ դուք էլ շատ հարցեր պետական տվյալների, պաշտոնական տվյալների վրա եք հենվում, օրինակ նույն ՓՄԶ-ի 49%-ը անհատ ձեռնարկատեր են։ Հիմա ես էլի այն մարդկանցից չեմ, էլ ասում եմ, դե բիզնեսն է մեղավոր եւ այլն, չէ, ես ասում եմ, որ ինչ որ քաղաքականությունների արդյունքում է դա տենց եկել, ձևավորվել եւ ինչ որ քաղաքականություններ պետք է սկսեն խրախուսել ոչ թե ԱԶ-ն, այլ ընկերությունները, կորպորատիվ կառավարումները եւ այլն, էլի, այսինքն ամենապարզագույն օրինակ ասենք, չգիտեմ, պետական գնումներից սկսած եւ այլն, քիչ առաջ խոսում ենք նաեւ արտահանման խնդիրների, հույսով եմ կհասցնենք նաեւ դրան անդրադառնալ, բայց էլի գալով այդ իմ հարցին ու ուզում եմ մեջբերեմ նաեւ ձեր վերջերս արած մի հայտարարության մասով, որը հենց խորը վերաբերվում էր ընդհանրապես ռազմավարությունների մշակման եւ որոշումների ընդունման մշակույթի մեր այսօրվա իրավիճակին, որ էլի դուք դրսի օրինակն եք այդ բերել, թե ինչպես է արվում եւ այլն, ու կհիշեք, որ մենք գնացինք 15-16-ի, որ մենք անընդհատ օրինակ մենք բոլոր մեր առաջարկությունների մեջ նշում ենք, որ դա երբևիցե թանկ չի լինում ի վերջո օրենսդրության կարգավորման ազդեցության խորը գնահատումներ անելը եւ հետո դրա մոնիտորինգ անելը, էլի։ Գիտեք ինչ, այս ջեմը ես իրականում մեջ բերեցի, բայց հասկանալով նաև որ ջեմին հատուկ մի հատ ամբողջ հաղորդում է կարելի նվիրել, բայց ինքը ես որպես օրինակ եմ բերում ու ափսոսանքով եմ ասում, դա իմ կարծիքն է, եթե համաձայն չեք, որ ինքը ոչ միայն ինքը, էլի, նմանատիպ էլի վերլուծություններ ունենք մեր տարբեր փորձագիտական համայնքների կողմից, որ ասենք չի օգտագործվում այս աշխատանքը հաջորդիվ քաղաքականությունների մշակման համար, էլի։ Դուք ավելի խորքային խնդրի մասին եք խոսում, որը ունի տարբեր մակարդակներ, հա։ Առաջին մակարդակը, որը ես ուզում եմ ասեմ եւ որը կանխորոշում է թե փոքր եւ միջին ձեռնարկությունների ձեռնարկատիրության, թե մեր ընդհանրապես մեր հասարակության եւ այդ թվում մեր պետական կառավարման համակարգի ոչ պատրաստ լինելը նմանատիպ խորքային վերլուծությունների հիման վրա որոշումների կայացման հետ կապված, դա պայմանավորված է նրանում, որ մեր հասարակությունը երկար դարեր, հիմա ես խոսում եմ դարերի մասին, չի եղել են իրավիճակում, երբ որ ինքը ունեցել է պատասխանատվություն վերցնելու փորձառություն իր ապագայի համար։ Մենք որպես կանոն լինելով տարբեր կայսրությունների, տարբեր տնտեսական բլոկերի մաս, մենք այդ հմտությունները, որ մենք պետք է կարողանանք դիզայն անենք մեր վարվա ապագան, մեր մոտ չի եղել, բայց մենք զարգացրել ենք դրա փոխարեն շատ լավ ունիկալ ունակություն, այսպես կոչված ադապտիվ ունակություններ, մենք շատ լավ հարմարվել ենք այն համակարգերին եւ այն տեսլականներին եւ այն ռազմավարություններին, որոնք մեզ պարտադրվել են կամ առաջարկվել են դրա փոխարեն։ Եվ դա ոնց որ այդ մեր շատ ավելի խորքային սոցիալ-մշակութային բարդույթներն են, որոնք մեզ այսօր չեն ենթադրում, որտեվ իրականում երբ որ նայում ես այդ բիզնեսի աճելու հնարավորությանը, երբ որ նայում ես մեր հասարակության ապագային, նայում ես պետական կառավարմանը, այդ ինստիտուտը պատասխանատվություն ունենալ, ինչի ենթադրում է,
որոշումների կայացումը ապահովել շատ ավելի խորքային վերլուծության վրա եւ հետագայում պատկերացնել դրա ազդեցությունը եւ չափել ազդեցությունը, դա չունենք։ Սա իհարկե առաջի մակարդակն է, բայց շատ խորքային է եւ ասում եմ, սա սոցիալ-մշակութային բարդույթ է, որը մենք պետք է անցնենք, եթե մենք ուզում ենք լինել մրցունակ, մենք ուզում ենք ունենալ մրցունակ ձեռնարկատիրություն, մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետություն եւ ընդհանրապես մրցունակ հասարակություն, մենք պետք է հասկանանք, որ որոշումների կայացման հիմքում պետք է ընկած լինեն տվյալահենք որոշումների կայացում պետք է լինի, որը թույլ է տալի առաջինը որոշումները հիմնավորել ինքներս մեզ համար եւ հասարակության համար, եւ երկրորդը հետո հնարավորություն ունենալ այդ որոշումների ազդեցությունը գնահատել եւ ջեմը այստեղ ինքը այտենց օբյեկտիվ երրորդ կողմից առաջարկվող գործիք է, որը մի կողմից պետք է հանդիսանա որոշումների կայացման հիմք, բայց երկրորդը իր բարբերական իրականացում պետք է հնարավորություն տեսնել, թե ինչքանով դու կարողացար, թե չկարողացար։ Եվ սա այն դերակատարումն է, որը ջեմը ունի այն երկրներում, որոնք դրան վերաբերվում են այդ տեսակետից։ Ակնհայտ է, որ մեր երկիրը այսօր այդպիսի կարգավիճակում չի, եւ խոսքը միայն ձեռնարկատիրության ոլորտի մասին չի, մենք ընդհանրապես ունենք խնդիր ընկալելու, որ մեր որոշումների որակը պայմանավորված է ինչքանով են մենք կարողանում հիմնավորել մեր որոշումները տվյալներով եւ ապացույցներով եւ ինչքանով ենք մենք հետո կարողանում այդ որոշումների արդյունքները գնահատել համապատասխան մոնիտորինգային ցուցանիշներով։ Այդ համակարգի բացակայությունը ակնհայտորեն բերում է մեր որոշումների թերի լինելուն եւ կարծում եմ դա մեր մրցունակության հիմնական մարտահրավերներից մեկն է։ Հիմա երբ որ մենք գալիս ենք մյուս մակարդակի վրա, դա նաեւ դուք շատ մի հատ բառ ասեցիք, ուզում եմ դրանից տենց փորձեմ կպնել եւ դրան զարգացնել, իրականում կարծում եմ ստեղ մեղադրելու խնդիր պետքա չլինի։ Մենք իրականում կարծում եմ, որ ձեռնարկատիրությունը, առնվազն ձեռնարկատիրությունը դա այն ոլորտն է, որը ռացիոնալ որոշումների կայացման հիման վրա է։ Եթե ձեռնարկատերը չի տեսնում անհրաժեշտություն նմանատիպ երկարաժամկետ պլանավորման, զարգացման, հիմնավորված որոշումների կայացման, ձեզ վառ օրինակ բերեմ, մենք արտահանման ռազմավարության որ մշակում էինք, մենք այդ մշակման ժամանակ մենք հասկացանք, որ խնդիրը անգամ նա չի, որ մենք չունենք տվյալներ այս կամ այն շուկայից։ Խնդիրը նա է, որ մենք չենք էլ, մեզ պետք է չի էլ մեր ձեռնարկատերերի համար այդ տվյալները, այդ վերլուծական նյութերը այս կամ այն շուկայում խաղացողների, փոփոխությունների, տրենդերի մասին արժեք չեն ստեղծում, որտեվ մեր ձեռնարկատերերը ռացիոնալ որոշում են կայացնում։ Երբ որ իրանք ի վիճակի են վաճառել իրենց ոչ բարդություն ունեցող ապրանքը շատ ավելի հասանելի եւ հեշտ ճանապարհով, իրանք գերադասում են այդպիսի ներդրում չանել նմանատիպ եւ սա ռացիոնալ որոշում է։ Հետապես այստեղ ես կարծում եմ շատ կարեւոր է մեր պետական կառավարման ապարատը, որը ի տարբերություն ձեռնարկատիրության, որը օբյեկտիվ այսպիսի անորոշության պայմաններում կտրուկ նվազեցնում է իր պլանավորման հորիզոնը եւ փորձում ադապտացվել այսօրվա կամ վաղվա վիճակին, մանավանդ հաշվի առնելով այն ինչ որ ասեցի, խորքային բարդույթը, որ մենք sense թե այնպես այդ հմտությունները չունենք մեր մեջ, հետապես այդտեղ պետք է լինի մարմին, որը պետք է կարողանա առաջարկել հասարակությանը, այդ թվում ձեռնարկատերերին ավելի երկար հորիզոն պլանավորման եւ հետեւապես հենց որ խոսում ենք երկար հորիզոնի մասին, պետք է հասկանանք, որ այդտեղ առանց խորքային վերլուծական աշխատանքի եւ ազդեցության գնահատմանը եւ մոնիտորինգի մենք մախվում ենք այն իրավիճակին, ինչին մախվում ենք։ Ես ուզում եմ այս թեման մի քիչ ավելի բացել նաեւ մեր ռադիոլսողի համար էլ ավելի մեծացնել ու մատչելի դարձնել ավելի օրինակ հենց այդ ձեր բերած արտահանմանն ուզում եի գալ որպես նաև էլի ամերիկա խորհրդատվականի պրոդուկտներից մեկը մենք հիմա հրդեհային ռեժիմով լուծումներ ենք անում, այսինքն կապված նրանից որ մեր արտահանողները տարբեր ոլորտի ծաղկի, գյուղատնտեսական ապրանքների, վերջերս նաև կատնամթերքի սանկցիաների եւ այլնի պատճառով տենց ինչ որ հիմա
ձեր խոսքում դուք ասում եք ախպեր մենք բիզնեսին չենք մեղադրում ես ինքս էլ անդադարձ եմ պետք չի էլի որովհետև ցավոք սրտի հանդիպում է փորձագիտական համայնք ասում են այդ բիզնեսն է թամբալ չի ուզեցել զարգանա եւ այլն այդ ձեր խոսքում ասում եք այդ բիզնեսի մոտ խնդիրը ռացիոնալ է սենց կարողանում եմ ծախեմ հիմա էլ եմ ծախում ինչ եք ուզում ինձանից են միջև չի հասնում այն պրոբլեմատիկ բանը որ ինքը սկսում է մտածել դիվերսիֆիկացիայի մասին բայց պետության իմպերատիվ պարտականությունն է որ մինչև հրդեհ լինելը պետք է մտածի դիվերսիֆիկացիայի մասին եւ գործիքներ կիրառի նաեւ հիշում եմ նախազրույցում էլ այդ օրինակը բերեցիք որ խրախուսման մեխանիզմները հենց հիմա էլ որ մեր բոլոր հարկատների հաշվին ինչ որ աջակցության ծրագրեր ենք անում մենք հիմա էլի հրդեհային ռեժիմով դրա տակ պետք է դրվի խրախուսման մեխանիզմներ որ հաջորդիվ ինքը ավելի դիվերսիֆիկացնի այսինքն այս բանը չի կարողանում ինքը արտահանի ռուսական շուկա, բայց նա օգնում է իրան, բայց օգնում է տեղային ոնց որ անզգայացում անում, հետագա բանի լուծումը չենք անում։ Այսինքն ստեղ էլի ես էլի հիմա պրոյեկտ եմ դա մեր ՓՄԶ-ների վրա, մենք անդադար ասում ենք, որ այս բացակայությունը, որ մի քանի տարի արդեն ՓՄԶ աջակցության պետական կառույցը չկա եւ այդ որ ձեռքից բռնող եւ աջակցողը չկա, դա մենք զգալու ենք մի քանի տարի հետո։ Ու հիմա արդեն զգում ենք հենց sense արտակարգ իրավիճակներ, որ լինում է, այսինքն պատրաստ չի բիզնեսը, ոչ սերտիֆիկացումը, ոչ գիտելիքով, ոչ ձեր ասած հասարակ նամակագրության կուլտուրայով, էլեկտրոնային փոստից բռնած եւ այլն, էլի։ Այսինքն այդտեղ հենց հիմա էլ մենք սրանից դասեր քաղում ենք եւ անում ենք տենց բաներ, տեսնում եք թե ասենք մենք էլի տենց արագ բանին հրշեջներին կանչել ենք, ասում ենք լցրեք ջուրը միջև տեսնենք ինչա լինի։ Նայեք տեսեք։ Ուտեղ կներեք պարոն Ջերբաշյան, շատ կարևոր է, էլի վերադառնում եմ եւ ջեմի ժամանակ ասացի եւ այս արտահանման ռազմավարության մասով էլի ասենք ռազմավարությունը գրել ենք տվել եք, ասիկան բանը կար։ Հիմա դա ո՞նց է գնահատում, էլի։ Այդտեղ օրինակ ես հիշում եմ նախկին ՓՄԶ ռազմավարություն, նախկին էկամկայի նախարարը ասում է, ինչի՞ չեք անում որպես ՓՄԶ, ասում է, ինձ հետաքրքիր չի, լավ, նավատն ընդունել եք, կառավարությունը բոլորը կողմ եք, ինչի՞ չեք անում, ասում է, փող չեն տալի։ Այսինքն դա էլի որ վերցնում ես բիզնես համայնքին հետաքրքիր չի, չէ՞։ Ընդունել ես փաստաթուղթը, գրել ես, որ այսքան փող ես ծախսնելու այս ռազմավարությունը իրականացնելու համար արա եղբայր, ասենք ինչա, հələ չեմ մտնում այդ դաշ լավնա թե վատ է քո գործողությունների ծրագիրը, էլի։ Տեսեք, մենք հիմա ստեղ գալիս ենք մի պահի եւ մի խոսակցության, որը մեր նախորդ գրեթե բոլոր բաները sense իրար հետ կապվում են։ Տեսեք, ինչու՞ է խնդիրը։ Ուրեմն առաջինը sense մի հատ ինչև անցնել առաջ, ես ասեմ, որ ռազմավարությունը, որը մշակվել էր եւ ընդունվել էր 1 տարի առաջ, արտահանման։ Այո, արտահանման ռազմավարությունը արդեն 1 տարին անցավ։ Հենց մի տարին կլրանա, այնտեղ ենթադրվում էր տարբեր միջամտություններ պետության կողմից, որոնք ուղղված էին մեր մրցունակությանը եւ մեր շուկաների դիվերսիֆիկացիայի։ Այսինքն ինչ որ եղավ մի տարի հետո։ Դե սա մի քիչ տեսություն կա, որը ես շատ սիրում եմ մեկ նշել, այդ Շումպետերի տեսությունը creative destruction բանը, երբ որ չի դանակը ոսկորին չի հասնում եւ չի սկսում փլուզվել համակարգը, ինքը այդ creative լուծումները չի տալի եւ կարծում եմ շատ ափսոս է իհարկե, որ մենք անպայման պետք է անցնենք այդ մոդելի միջով, որ մենք սկսենք առողջանալ եւ սկսենք փոփոխություններ իրականացնել եւ ես հիշում եմ մի քանի քննարկումների ժամանակ մենք տենց խոսակցություն ենք ունեցել թե մոլդովացի թե վրաց գոլեգաների հետ, որոնք եղել են նմանատիպ իրավիճակներում, որոնք մասնագիտական, փորձագիտական մասը sense մի հատ ֆրազա էր ասում, որը շատ հետաքրքիր է հնչել, ասում էր օրհնվի են օրը, երբ որ Ռուսաստանը որոշեց սանկցիաներ կիրառել մեր երկրի համար, որտեղ դա ստիպեց եւ հասարակությանը, եւ բիզնեսին, եւ պետությանը փոփոխություններ իրականացնել, այդ creative destruction-ը ստեղծել։ Այսինքն միջև կներեք դա post չկերանք, բան չարեցիք։ Բարձվում է դա ընդհանրապես ռացիոնալ որոշումների կայացման պայմաններում երևի թե միակ խնդիրն է, որտեղ թե բիզնեսի հետ մեր երկարատիվ տարիների աշխատանքը տարբեր ոլորտներում, թե պետության հետ ցույց է տալիս, որ ցավոք սրտի մենք այդ ռազմավարական
մտածելակերպը եւ այդ պատասխանատվություն վերցնելը փոփոխությունների համար, որտեղ ցանկացած ռեֆորմա ինքը ունի արժեք։ Չկա տենց ռեֆորմա, չկա տենց ռազմավարություն կամ քաղաքականություն, որը չունի արժեք։ Եվ այն մարդիկ, ովքեր այդ որոշումը պետք է կայացնեն այս կամ այն գործողությունները անեն, իրենք իրանց վրա որոշակի պատասխանատվություն են վերցնում։ Եվ երբ որ այդ պատասխանատվություն վերցնելու ցանկությունը եւ պատրաստակամությունը չկա, եւ համապատասխանաբար մենք թողում ենք իրավիճակը, գերադասում ենք, որ ինքը իրանով զարգանա, միջև այ վիճակ չստեղծվի, երբ որ պետք է հրշեջ կանչել, դա ստացվում է իրականության մեջ, ափսոս, որ մենք այդպեսին ենք դեռ, եւ ստեղ պատասխանատվության վերցնելու լրջագույն խնդիր կա։ Ստեղ բայց ուրիշ թեմա կա, որ անգամ երբ որ դու հրշեջ ես աշխատում, ելի այստեղ իմ խորին համոզմամբ մենք չենք ուզում վերցնել պատասխանատվություն իրականացնելու այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնք կլինեն։ Մենք հրշեջ ենք աշխատում, միակ այն ձևով եկեք հրշեջա, ուրեմն եկեք ջրով մի քիչ հանգցնենք կրակը, միջև մյուս կրակը միջև անձրև կգա, միջև անձրև կգա, բոլորս կհանգենք, որովհետև երբ որ մենք խոսում ենք փոփոխությունների մասին, ես ինչ էի առաջարկում եւ դրա մասին բավական երկար քննարկումներ եմ ունեցել եւ կառավարության մեր գործընկերների հետ։ Ասում են Ժորժան, երբ որ սուբսիդիաներ եք տալիս, երբ որ ուզում եք օգնեք, երբ որ կրակ եք անում, այդ կրակը պայմանավորեք որոշակի փոփոխություններով բիզնեսում։ Խրախուսեք այդ փոփոխությունները, հա, որտեղ օրինակ դուք մի հատ բան նշեցիք, ես այդ բանը ուզում եմ նշեմ եւ դա ինձ համար որպես այդպեսին դարել է ստերեոտիպ եւ այդ որ բանը մեմա դարել, որը ես օգտագործում եմ, որտեվ մեր բիզնեսը այդ գտնվելով այդ հասանելի շուկաների տրամաբանության մեջ տարիների ընթացքում ինքը դեգրադացրեց իր հմտությունները, գիտելիքները, որտեվ երբ որ դու չունես պահանջարկ եւ դրանից չի կախված քո հաջողությունը, դու դրա մեջ ներդրում չես անում, չես զարգանում եւ արդյունքում զարգանում են այն, ինչ որ կարեւոր է։ Եվ երբ որ մենք խոսում ենք օրինակ Ռուսաստանի հասանելի շուկայի արկայության դեպքում, կարեւոր են հմտություններ ոչ թե իմանաս ինկոտերմսի յուրահատկությունները, թե ինչով է FOB-ը կա տարբերվում SIF-ից կամ ինչպեսի տարբեր X-work-ը ինչպես է աշխատում եւ այլն, կարեւոր է իմանալ, թե սահմանի վրա մաքսավորին ինչքան կաշառք պետք է տալ, որ քո ապրանքը անցնի։ Եւ զարգանում է այդ հմտությունը։ Եվ այսօր մենք ունենք իրավիճակ, ես դա անվանում եմ պուպսիկ շնիկ Mail.ru ֆենոմենը, հեսա կբացատրեմ ինչի նկատի ունեմ դրա տակ, որ մեր այդ հմտությունների բազմազանությունը պատրաստ չի այսօր աշխատելու։ Մենք արտահանման ռազմավարության շրջանակներում մի հատ տենց ֆոկուս խմբեր էինք անցկացնում տարբեր արտահանողների հետ եւ ոչ փոքր եւ միջին ձեռնարկություններ էին, բավական մեծ ձեռնարկությունների մեջ, եւ երբ որ ես խնդրում մի քննարկման ժամանակ խնդրեցի իրենց էլեկտրոնային հասցեները, որ կոմունիկացնեին, ու առաջինը մի երկուս ընդհանրապես չունեին էլեկտրոնային հասցե, մնացածների մոտ 70%-ի մեջ հասցեն տրված էր Mail.ru mail.ru, ինչը ենթադրում է, երբ որ դու խոսում ես դիվերսիֆիկացիայի մասին այսօրվա աշխարհակաղակական պայմաններում, ակնհայտ է, որ ոչ ոք այդ Mail.ru-ին mail չի գրի, բայց ավելի հետաքրքիր էր մեկի հասցեն, երբ որ գրած էր պուպսիկ շնիկ Mail.ru, սարսեցի լավ էս ինչա, արդեն չգիտեի ինչ ասել, ասես դե ասում է օգնականից անձնական mail-ն է, ումա պետք է դա mail-երով է, հիմա mail-երով աշխատում, եւ դա ինքը ճիշտ էր։ Ինքը ռացիոնալ տրամաբանության մեջ աշխատելով այսօր ռացիոնալ որոշումների մեջ ինքը աշխատում էր պուպսիկ Mail.ru տրամաբանության մեջ, դա պետք չէր իրան շատ ուրիշ հմտություններ էին պետք այսօր այն ժամանակ աշխատել համապատասխան։ Հիմա հարց, եթե մենք ուզում ենք փոխվենք, եթե մենք ուզում ենք եւ շուկան փոփոխության է գնում եւ այդ creative destruction-ն է գնում, ես կարծում եմ պետության կարևորագույն դերակատարումն է նաեւ այդպիսի փոփոխությունները։ Մենք պետք է անցում կատարենք ժամանակակից բիզնեսին, որը տեղյակա շուկաներից, հասկանում է այդ շուկաներում ոնց աշխատել, սկսած լեզվից, վերջացրած մարքեթինգից, վաճառքի տրամաբանությունից, ստանդարտներից, փեքեջինգից, լիքը բաներ, որոնք մեր բիզնեսը չի ունեցել, որտեղ դա պետք չի եղել։ Պարոն Ջերբաշյան, մենք ասում ենք պետք է։ Հիմա նորից հենց ձեր պրոդուկտին եմ գալիս։ Չէ, գալիս եմ ստեղ, կար սուբսիդիաներ։ Այսօր մոռանանք այն, որ ռազմավարությունը ընդունված հուլիսին այդ ամեն հարցերին փորձում էր պատասխան տալ եւ փորձում էր լուծումներ առաջարկել, որը մենք չարեցինք, մի տարի մենք ոչ մի բան չարեցինք եւ համապատասխանաբար ես կարծում եմ դա մենք բաց թողեցինք, մի հատ հնարավորություն, որը մենք շատ ավելի լավ կլինի, պատրաստված կլինենք, չեմ ասում որ մեր վրա չեր ազդի, բայց մենք գոնե մի քայլ կանեինք։ Հիմա գալիս եմ հրշեջի պահին։ Հիմա
իրավիճակ է ստեղծվել, խնդիր ունենք, սուբսիդավորում ենք։ Ես ասում եմ, այդ սուբսիդիաները կապեք փոփոխությունների հետ։ Ասեք կտամ սուբսիդիա, եթե դու գնաս, օրինակ, չգիտեմ, կայք բացես եւ քո մեյլի հասցեն լինի, չես ասում ամենաէլեմենտար բաները, հա, կամ օրինակ, եթե դու էսի ստանդարտներին կունենաս, եթե դու բրենդավորում կանես քո ապրանքները, եթե այնքան բազմազան են այն փոփոխությունները, որի հետ կարելի է կապել սուբսիդիաները, որտեվ այստեղ մենք այդ սուբսիդիաներ այսօր բաժանելով բոլորին մենք ինչ ենք անում, մենք ասում ենք ժողովուրդ ջան, մի կերպ դիմացեք, մի բան կստացվի, այդ կարող է անձրևը գա ու ամենի այդ կրակը հանգի ու էլի շարունակեք դուք մնալ պուպսիկ մեզրու տրամաբանության մեջ։ Այդ նաև նրանց է, որ ես հիշում եմ, որ տնտեսական էլի անուններ չտամ, բայց պատասխանատուները ասում էին, որ սա ընտրությունների հետ է կապված, իրանք նույնիսկ մեսեջինգը տենց էր, ասում են ընտրությունների հետ է կապված, այս ընտրություններից նույնիսկ մարդիկ կային ժամկետներ էին նշում, ասում են մի շաբաթ, երկու շաբաթ հետո ամեն ինչ լավ առնելու եւ այլն։ Գիտեք ինչ, ես էլ եմ կրկնում, խնդիրը ստեղ լավ եւ վատի մեջ չի, խնդիրը նրանում չի, որ շատ կարող է եւ այդպես լիներ։ Ես չեմ ասում, որ դա տենց էր լինելու, թե տենց չէր լինելու։ Խնդիրը նրանում նա, որ մենք այդ դեպքում պատասխանատվությունը պետության ավելի մրցունակ սարքելու քո տնտեսությունը։ Մենք խոսում ենք մրցունակության վերաբերյալ։ Մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ այդ շուկան մեզ համար հետաքրքիր չի։ Ակնհայտը մեզ հետաբերաբար շատ հետաքրքիր է։ Ունենալով նմանատիպ մեծ շուկա քո կողքին, դու պետք է կարողանաս այդ շուկայից օգտվել, բայց օգտվելը չի նշանակում քո բիզնեսի ամբողջ կարողությունները դեգրադացնես, դու պետք է ունենաս մրցունակ եւ մրցունակ լինես, եթե դու մրցունակ եղար եվրոպական շուկայում, դա ակնհայտ է, որ կլինես շատ ավելի մրցունակ ռուսական շուկայում։ Նույն այսօրվա, բայց եթե դու փորձում ես այդ այսօրվա ռուսական շուկայի այն ներքևի սեգմենտում մեկը վաճառվում է, շահույթել մնում է, ինչի սա պետք մտածել, դու երբեք մրցունակ չես դառնա։ Ես էլի նշեմ մեր ռադիո լսողների համար, որ այստեղ ամենևին մեր նախորդի վելասինք նկատի չունենք, որ դրա մեղավորն ու պատասխանատուն բիզնեսն է, որովհետև այո, մենք ունենք օրինակ բիզնեսներ, որոնք անկախ պետական քաղաքականությունից, այդ ձեր ասած ի սկզբանե ինքը հենց ստեղծվել է դիվերսիֆիկացված արտահանման բիզնես պրոյեկտով, բիզնես իդեան իր հենց ինքը տենց է արել, ճիշտ է, առաջ տարում չի ստացվել, երկրորդ, երրորդ տարում ինքը արտահանում է եւ եվրոպական շուկա, եւ ռուսական շուկա եւ ընդ որում սեգմենտավորված, այսինքն եւ փաթեթավորումն այնտեղ էական համարժեք, այո, եւ ըստ բան, այսինքն, բայց այստեղ մեր ասածը ոչ թե ասում ենք այն որ կան էլի, որ ասում են ժողովուրդն է մեղավոր, չէ, մենք ասում ենք, որ բիզնեսը գնացել է իր ռացիոնալ տրիվիալ ճանապարհով, սենց հեշտ է, սենց անում եմ, մենք ինչ սա պետք մեյլրուի փոխարեն գնամ դոմեյն առնեմ, չգիտեմ ինչ անեմ, ես ձեր բերած օրինակ։ Չէ, նո, այդ շատ ամրակ փոքր բան էր ասածս։ Շատ բան տիպիկ օրինակ է, էլի ինքը բան։ Բայց հիմա էլի ուզում եմ գամ բանին, էլի հաշվի առնելով, որ դուք առնվազն ես մի 15 տարի գիտեմ, որ տարբեր ռազմավարական ծրագրերի մասնակից եք եղել, կազմման եւ այլն, չթվա թե տենց բան եմ անում, էլի տրիգեր եմ անում որ բան, բայց ուզում եմ գնահատենք էլի ի վերջո փորձագիտական համայնքն էլ պետք է պահանջի ու բան։ Ասենք մենք ռազմավարությունները ընդունում ենք, մշակում ենք, անում ենք եւ այլն, ու այս երկխոսությունը ոնց է գնահատում, էլ ասացնեմ 3-4 կառավարություն առնվազն ես հիշում եմ, որ դուք փորձագիտական մասնակցել եք տարբեր բաներին, քննարկել եք հավելացնում, ես հաշվել եմ մոտավորապես մի 7-8, բայց այո, գիտեք ինչ, իրականության մեջ կարծում եմ, որ ես հասկանում եմ, ես չեմ ուզում հիմա անձեր ասեմ, ու նաև տեսակ ես փորձեցի չմտնել նաև քաղաքական բաներին, չնայած ցավով եմ ասում, որ տնտեսական պատասխանատուները հենց տենց քաղաքական ասում էին, դա սա քաղաքական է, հեսա ընտրությունները վերջանա, այսինքն էդ էլ էր էլի խոսում նրա մասին, ոչ թե որ ձեռքներս քշտել ենք, ասում ենք տղեկ եկեք տենանք ինչ ենք ամ, լավ գոնե ուշացած էլի, այլ մենք ասում ենք քաղաքական է, հեսա կդզվի կամ բան կանի, շատ գիտեմ բաների։ Չէ, գիտեք ինչ, նայեք, ես կարծում եմ, որ այստեղ որպես կանոն եւ որպես իմ սկզբունքային դիրքորոշում ցանկացած խնդիր ինքը չունի միանշանակ պատասխան, մի տեսակ պատասխան, որտեղ այստեղ պատասխանները շատ ավելի խորքային են, սկսած են հիմնական խնդրից խորքային սոցիալ մշակութային բարդույթից, որը մենք տարիներով էս չենք ունեցել եւ այդ փորձառությունը չունենք եւ փորձառությունը ամբողջ հասարակությունը չունի, հետապես նաեւ պետական կառավարման քաղաքական վերնախավը չունի նմանատիպ փորձառություն հասկանալու թե ինչ է նշանակում ռազմավարական խնդիրներ
դնել եւ լուծել եւ ինչքան է կարեւոր այդ քաղաքականության մեջ կապել պատճառահետևանքային կապերը եւ հետևանքները հասկանալ։ Եվ սա սկսած այդ պահից վերջացրած իհարկե էլի բարդույթներից մեկը կա, էլի փոխկապակցված մեր դարավոր իրավիճակից, այսպես կոչված վստահության շրջանակների հետ կապված, հա, որովհետև մենք դեռ 2001 թվականին էր մի հատ այնց հետազոտություն էինք արել ամբողջ արևելյան Եվրոպա եւ ԱՊՀ, որտեղ չափվում էր տարբեր հասարակությունների, տարբեր ազգերի մոտ այդ վստահության շրջանակի մեծության մասին եւ այնտեղ դուրս էր եկել որ մեր հասարակությունը ունի ամենափոքր շրջանակներից մեկը մյուսին վստահելու եւ ինչը ենթադրում է որ երբ որ դու պետական կառավարման ապարատ ես կառուցում որը բավական մեծ ինստիտուցիոնալ համակարգ է քո հիմնական որոշումների կայացման մեխանիզմը կամ պետքա լինի անձի վրա հիմնված այդ վստահության շրջանակի մեջ այդ դեպքում դու ունես խնդիր որ այդ կարող է բախտդ բերեց որոշակի ոլորտում կամ որոշակի տեղ դու ունեցար պրոֆեսիոնալ, բայց դա որպես կանոն միանշանակ հավանականությունը քիչ է դրան։ Հետևաբար դու պետք է ինստիտուցիոնալ կառույց սարքես, երբ որ բալանսների, չեկերի եւ բալանսների համակարգի ներքո սիստեման թույլ տա որոշումների կայացման համար պատասխանատվություն վերցնել եւ ավելի պրոֆեսիոնալ եւ ավելի դեպի ապագա ուղղված որոշումներ կայացնել։ Հետաբար այստեղ մեղադրել էլի չեմ ուզում որևէ մեկին։ Մենք ասում ենք մենք իրականության մեջ ենք անում, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք խնդիր ունենք մոդեռնիզացիա անելու մեր թե մեր բիզնես սկսած մեր ձեռնարկատիրությունից, թե մեր հասարակությունը որպես այդպեսին, թե մեր կառավարման համակարգը, որտեղ մոդեռնիզացիա ասելով վատ չընդունենք այդ բանը։ Մենք խնդիր ունենք անցում կատարել անձի եւ վստահության վրա հիմնված համակարգերից կադրերին ընտրենք ոչ թե լոյալության ու վստահության բանով, այլ եւ այդ վստահությունը փոխարինենք ինստիտուցիոնալ համակարգով, որը բալանսներ եւ չեկեր կստեղծի համակարգում, երբ որ մարդը աշխատում է վստահում ես մարդուն ոչ թե նրա համար, որ դու իրան գիտես, ինքը քո գյուղից է, քո շրջապատից է, դու իր հետ փոխկապակցված ես այս կամ այն փողային հարաբերություններով, որտեվ նախկինում այդ վստահության համակարգի փոխարինումը գալիս էր տարբեր տիպի իրար հետ դու գիտես որ ես գիտեմ դու գիտես որ ես գիտեմ այդ էր վստահություն ձևում չէ վստահությունը գալիս է նրանից որ սիստեման այնպես է կառուցված որ կան չեկեր եւ բալանսներ եւ սիստեմայում մարդը ավելի շատ վստահությունը իր որ պրոֆեսիոնալ առումով է այլ ոչ թե իր մարդկային արժանինքների ես կարծում եմ որ մարդկային արժանինքները շատ կարևոր են եւ ընդգծված կարևորություն ունեն բայց համակարգի աշխատանքի տեսակետից ոչ թե արժանինքները պետք է արտահայտվեն գործառույթում, որտեղ տեղ մեծ է հավանականությունը սխալվելու, այլ սիստեման պետք է այնպեսի լինի կառուցված լինի, որ այդ արժանինքներից քիչ կախված լինի, ավելի շատ կախված լինի քո պրոֆեսիոնալ ամենապարզագույնը բան Ջերբաշյան այս որ ասում եք հակակշռելու ու բաների էլի սիստեման ցավոք սրտի այսօր մենք այդպես միակը չենք այդ իմաստով աշխարհում, որ հələ դեռևս անձից կախված էլ էլի որոշումների որակները ու ընդհանրապես էլ ամենապարզագույնը էլի որ գանք դրան այդ պետություն մասնավոր երկխոսությունը հնարավորինս անկախ դարձնելը չի օգնի նույն այդ որոշումը կայացնողին դա հենց այդ դրա մասին է այսինքն ոչ թե տենց ձևական որ եկան նկարվեցին այսօր երկու կողմներ ձևական եթե այդ մարդը եթե ուզում է ասենք իրականում կարող առանց որևիցե չինովնիկների կանչի այդ փորձագիտական համայնքին կամ ըստ ոլորտների էլի ասի մի հատ էլ ասա դու ինչ ես առանց կամերաների առանց չգիտեմ ինչի եթե ուզում է բայց ես տեսել եմ եւ արտակարգ իրավիճակներում երբ որ մենք փորձագիտական համայնքին չէինք կանչում էլի առանձին քննարկման մենք առաջնորդում ենք այդ մեր շուրջ հավաքված ոնց ասեցիք այդ վստահության շրջանակը ոնց էր կոչվում այդ ձեր մոնիտորինգի այսինքն այդ մարդկանցով նրանք էլ ասում են հա դե շեֆ սա լավ է նորմալ է էսա մե այսինքն ամենավատը իմ համար այն է որ խոսույթում բոլորը մեղավոր են բացի մեզնից այսինքն որ դու նայում ես այդ պետական պաշտոնյաների ասենք նույն ասած բաներ էլ այս ինչն է մեղավոր էս ինչը սահմանափակեց էս ինչը արեց բան բայց ես մի որպես կամ միշտ ասում եմ ես եմ մեղավոր որովհետև ես իմ տնային աշխատանքը չեմ արել նայեք գիտեք ինչու է խնդիրը ես կարծում եմ որ այդ վստահության շրջանակը trust circle ասածը որը գոյություն ունի ինքը բերում է իրավիճակի
մանավանդ այն դեպքում, երբ որ դու ունես այդ կուռ այդ համակարգը եւ դու այդ վստահությունը տարածում ես այդ համակարգի ներքո, եւ երբ որ քո եւ ցեղելի որպես կանոն տենց միակողմանի չի կարելի նայել, հա, որտեվ երբ որ մենք խոսում ենք փորձագիտական համայնքի մասին, եկեք մի հատ տեղել խոսենք, հա, որտեվ ես շատ հոգնել եւ չեմ սիրում փորձագիտական կարծիք սահմանումը, որովհետեւ ես կարծում եմ փորձագիտական կարծիքը, որը չի հիմնավորված անհրաժեշտ վերլուծությամբ, տվյալներով, ապացույցահենք որոշումների կայացմամբ, ինքը ինձ համար դառնում է շատ թերի վիճակ։ Ես դրա համար, եթե ուշադրություն դարձրել եք այս ամբողջ տարիների ընթացքում իմ բոլոր աշխատանքների հիմքում, ես միշտ կարծել եմ, որ ես իմ կարծիքը ունեմ, բայց ես կամ պետք է ապացուցեմ իմ կարծիքը կամ շղթեմ իմ կարծիքը խորը վերլուծական աշխատանքով։ Մենակ այդ դեպքում ես կարող եմ լինել մրցունակ փորձագետ, երբ որ ես կարողանում եմ ապացուցել իմ կարծիքը տվյալներով։ Իմ մոտ ամենամեծ խնդիրը նա է, որ մեր փորձագիտական համայնքն էլ դեռ այդպիսի պատկերացումներ չունի։ Մեր փորձագիտական համայնքը ենթադրում է, որ եթե ես եղել եմ 10 տարի զբաղվել եմ այս գործով, իմ կարծիքը ավելի արժեքավոր է, քան թե այն մյուսինը, որ զբաղվել է, որտեվ այնից զբաղվել է 2 տարի։ Տենց չի։ Դու պետք է կարողանաս թվերով, վերլուծությամբ հիմնավորես քո կարծիքը եւ քննարկումը պետք է լինի տարբեր վերլուծությունների վրա, մեթոդների ավելի շատ թվերի հավաքագրման մասին, որովհետև այդ դեպքում ես դու կարողանում ձևավորես այսպես կոչված անձից անկախ վերլուծական product։ Հիմա այս մի կողմից այդ խնդիրը կա, երբ որ այդ trust circle-ն էլ կուռ է եւ բախվում է նրան, որ մանավանդ մեր այս վերջի տարիների ընթացքում, երբ որ այդ trust circle-ի հիմքում էլ դրած է լեգիտիմ լինելու ֆենոմենը, երբ որ մենք ունենք խնդիր, որ այդ մարդիկ, այդ trust circle-ը ընտրված են մեր հասարակության մեջ, նրանց վստահել է հասարակությունը։ Հետապես երբ որ այդ մարդկանց վստահել է հասարակությունը, նրանց մոտ շատ մեծ է գայթակղությունը պատկերացնել, որ ինքը ճշմարտության կրողն է։ Եւ այդ circle-ում էլ ոնց որ դուք ասեցիք, բոլորը իրար նկատմամբ վստահություն ունեն եւ ձևավորվում է մի հատ sense միջավայր, որտեղ մեզ ընտրել է ժողովուրդը, հետապես մենք ճշմարտության կրողն ենք, իսկ այն փորձագետներն է գալիս են եւ փորձագիտական կարծիք են ասում, 10 տարի աշխատել է, գուցե իմաստ ունի լսելու, բայց եւ այդպես։ Հետապես այդտեղ պետք է փոխվի երկու կողմանի։ Առաջինը լեգիտիմությունը տրված է ինչ որ փոփոխություններ անելու համար, հետապես այդ փոփոխություններ անելու համար անհրաժեշտություն կա լուրջ վերլուծական հիմքի վրա փոփոխություններ անել եւ հետո մոնիտորինգ անել։ Ես կարծում եմ մեր երկիրը շատ լուրջ փոփոխությունների կլինի այն դեպքում, երբ որ մեր երկրում կսկսեն հրապարակվել մոնիտորինգային հաշվետվություններ։ Կարծում եմ այդտեղ որտեղ ասում եմ այդ ամենակրիտիկական բիֆուրկացիայի պահը կլինի այն դեպքում, երբ որ ցանկացած ռազմավարության վերաբերյալ որում օրենքների էլ, այսինքն օրենքների ընդունվելու ժամանակ եկել եք ասում եք, որ էսա լինելու մոնիտորինգ են կարել, ավելի լավ է ստացվել, կամ ավելի վատ է ստացվել, կամ արել ենք այն ինչ որ ասում էինք։ Ես օրինակ տենց մի հատ փորձ արեցի, մենք 21 թվականին մշակեցինք մեր տեքստիլի ռազմավարությունը, կառավարությունը հաստատեց իր գործողությունների ծրագրով եւ այդ գործողությունների ծրագրով հետագայում ոչ մի բան գրեթե չարվեց, հղում տալով ինչպես միշտ որ ֆինանսները չի գալիս, տեղ արդեն խնդիրը որ բյուջեն ոնց է կազմվում, եթե պետությունը ընդունում է որոշում, որ էս պետք է անել, թե հետո բյուջեն ոնց է հետո ասում է ես այդ չեմ անելու, չնայած դա կառավարության որոշումը ոչ պակաս արժեքով։ Այդ դրա մասին չեմ ուզում խոսամ։ Մենք ինչ արեցինք, մենք որոշեցինք, որ գուցե որպես փորձնական նաև քննարկումներից մեկի ժամանակ նմանատիպ խնդրանք եղավ կառավարության կողմից, մեզ փորձնական ցույց տվեք այդ մոնիտորինգային հաշվետվությունը, մենք ինքնուրույն առանց ֆինանսավորման որոշեցինք տես մի հատ հետազոտություն անել այս ոլորտում, ինչ էինք պլանավորել եւ ինչ ստացվեց։ Եվ ակնհայտ է, որ դա իմ կարծիքով ցավոք սրտի իմ կարծիքով դա չարժանացավ համարժեք
վերաբերմունքին հասարակության, բիզնեսի, պետության կողմից, որտեվ դու տեսնում ես այնտեղ, թե ինչը պլանավոր է, ինչա ստացվել իրականության մեջ, ցավոք սրտի մեր կանխատեսումները, որ բան չանենք, այդտեղ խնդիրներ են կուտակվելու, այդպես էլ եղավ, ցավոք սրտի պետությունը էլի որպես հրշեջ ի հայտ եկավ այդ ոլորտում եւ ասեմ ձեզ առաջի սուբսիդավորման ծրագիրը, երբ որ սուբսիդավորվում էին ԵՄ-ի տարիֆների չափը կիրառվեց հենց այդ ոլորտում ու էլի որպես հրշեջ չփոխկապակցվեց դա ավելի արդիականացնելու եւ փոփոխությունների հետ, ոնց որ այդ փոքրիկ մոդել է մի սեկտորի վրա, թե մենք ոնց են կարողանում ընդունել ռազմավարություն, մշակել, վերլուծել թվերով, մոնիտորինգային ինդիկատորներով, հետո այդ չիրականացնել, հետո տեսնել թե դրա հետևանքները ինչ եղան, հետո ի հայտ գալ որպես հրշեջ եւ լցնել ջուրը այդտեղ ու էլի չպատկերացնել ոնց ենք տեղից դուրս գալու։ Այսա այդ այնա ինչ որ կա, բայց ես հույս ունեմ, որ այդ այսպես կոչված creative destruction-ը մեզ կստիպի անցում կատարել դրան, որտեղ մենք կյանքը ինքը մեզ ապացուցում է, որ մենք չենք կարող այսպիսի ոչ մրցունակ իրավիճակում առաջ շարժվել եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք այդ փոփոխությունները կան եւ գալի են լինելու են։ Այս դասը մեզ դաս կլինի, այսպես ասած։ Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտեցավ աղորդին, ես շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եկաք։ Ես հույս ունեմ էլի առիթ կունենանք մենք ձեզ հյուրընկալելու, բայց ես հասկացա, որ պետք է մի հաղորդում նվիրել մի թեմայի ու ռազմավարության, մանավանդ որ տարբեր ռազմավարությունների մասնակից եք եղել, բայց ես ուզում եմ հիշեմ 25 թվականի գարնանը, որ վարչապետի նախաձեռնությամբ եղավ բան այդ բիզնես ֆորում եւ այլն ու էլի այդ էինք ասում հենց ընդմիջման ժամանակ որ ասիախր այդ ազդեցության գնահատումը արեք էլի ինքը օրինակ բերեց ասես թե մասնագետներ չունենք դա ասենք ինչքան ասած 200,000 աշխատավար ստացող ասենք ոնց պետք է այդ բան անի բան ասում եմ բայց դե միևնույնն է ասենք դա այդ փողը որ ծախսենք դրա վրա դա ավելի էժան է քան հետոն, որը որ մենք առանց ազդեցության գնահատման անում ենք, ընդ որում տարբեր է, վերջերս ԱԼԳ պլատֆորմում օրինակ խոսում ենք այդ ընդհանրապես գյուղատնտեսության նախարարության փակումը, ինչ որ մեկը մոնիտորինգ արեց, դա ոնց ազդեցել է քաղաքականությունների մշակման եւ այլնի վրա, բայց ասում եմ ունենք այն ինչ որ ունենք։ Եթե ամփոփիչ ինչ որ բան ունեք ասելու։ Ես կարծում եմ, որ ժամանակակից աշխարհի կողմից մեզ առաջարկված մարտահրավերները այլընտրանք չեն տալիս մեզ, քան լրջագույն մոդեռնիզացիա իրականացնել բոլոր ոլորտներում եւ ել եմ ասում, ես կողմնակից չեմ անպայման distraction-ի համար, որ այդ մոդեռնիզացիան իրականացնել, միշտ հավատացել եմ, որ ավելի խելոք կլինենք, նախորոք անենք, բայց երևի թե մենք հիմա հայտնվել ենք այն իրավիճակում, երբ որ առանց այդ մոդեռնիզացիայի մենք ունենանք ավելի լրջագույն խնդիրներ, հետապես կյանքը մեզ ստիպելու է այդ անել եւ դրան եմ սպասում։ Շատ շնորհակալ եմ։ Այսքանն է այսօրվա արկեր турքեր գրքերը լավ եղեք, կհանդիպենք։